Ցավալի է, երբ զինված ուժերում արձանագրվում են մահվան դեպքեր, այն էլ խաղաղ պայմաններում։ Բանակում ոչ մարտական պայմաններում ինքնասպանության 6 դեպք վերջին 8 ամսվա ընթացքում։ Մինչ ռազմական գերատեսչությունը սահմանափակվում է միայն կարճ հաղորդագրությամբ, թե պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեում մեկը մյուսի հետևից նախաձեռնվում են քրեական վարույթներ ուշագրավ մանրամասներով։ Շատ հաճախ մենք ձեռնպահ ենք մնում նմանատիպ դեպքեր բարձրաձայնելուց, կարծում եմ հասկանալի պատճառներով, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լռել, մանավանդ եթե ապօրինությունները բղավում են քո փոխարեն։ Նման մի դեպք գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ժամը 9:30-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալաքյանի դին հրազենային վնասվածքով։ Առաջին վարկածը ինքնասպանություն։ Սակայն դեպքից հետո կալանավորվեցին 2 անձ, որոնց մեղադրանք առաջադրվեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննություն, որի ընթացքում ի հայտ են եկել իրավական մի շարք խնդիրներ։ Առանցքային նշանակություն ունեցող փորձաքննության արդյունքներ, որոնք ըստ մեր զրուցակիցների տեղ չեն գտել վարույթի նյութերում։ 3 երիտասարդի խեղված ճակատագիր, բացառիկ մանրամասներ ծնողների կողմից եւ տեսանյութ ինքնասպանությանը նախորդող խնջույքից։ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալաքյանի դին կզակի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ նույն օրը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվեց քննչական խմբին։ Իրականացված ծավալուն ապացուցողական եւ վարույթային գործողությունների արդյունքում պարզվեց, որ Դալաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով։ Նախաքննության փաստական տվյալներ ձեռք բերվեցին առ այն, որ նույն զորամասի դասակի հրամանատար լեյտենանտը կոչման բերումով լինելով սերժանտների եւ զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայողներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները։ Զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը եւ տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով միասին նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված նույն զորամասի զինծառայող Աղասի Դալաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Ըստ նախաքննական մարմնի, դրա հետևանքով գտնվելով անելանելի իրավիճակում, նշված օրը նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում վերջինս իրեն ամրակցված ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում եւ ինքնասպան եղել։ Դեպքից շատ չանցած սպան եւ համածառայակիցը կալանավորվեցին։ Հանցանքի մեջ մեղադրվող Արամայիս Ենոքյանի պաշտպանի խոսքով մինչ օրս հետաքննության թեմա չի դարձել, թե որն է ինքնասպանությունների իրական դրդապատճառը, իսկ իր վստահորդը դեպքի հետ որևէ առնչություն ունենալ չէր կարող մի պարզ պատճառով։ Արամայիս Ենոքյանը եղել է այն անձը, ում մահացած Աղասի Դալաքյանի հարազատներից մեկը խնդրել էր դիմավորել։ Արամայիսը փաստաբանի խոսքով մշտապես կանգնել է Աղասիի կողքին, թույլ չտալով որևէ մեկին Դալաքյանի սխալների համար արատավորել։ Ըստ քննության մեթոդիկայի ման են գալիս, թե ում հետ կոնֆլիկտ ուներ կամ վերջին վատ խոսակցությունը ում հետ էր տեղի ունեցել, որ այդ լինի իրանց պատճառ կարճելու ու իբրև ինքնասպանության հասցնելու անձին բացահայտելու համար։ Ու այդ տրամաբանությամբ գտել էին իբրև պաշտպանյալից որպես այդպիսին Արամայիս Ենոքյանին եւ մեկ սպայի Ռուբեն Սաֆարյանին։ Դալաքյանը այլ զորամասից էր տեղափոխվել Մեղրի զորամաս իր ծառայությունը իրականացնելու կամ շարունակելու։ Իր տեղափոխվելուց հետո Աղասի Դալաքյանի ազգական վարդգեզը, ով այդ զորամասի նախկին զինծառայող է եղել, զանգահարում է պաշտպանյալից ու խնդրում է իր ազգականին դիմավորել ու օգտակար լինել։ Ու նաև որպես այդպեսին ասում են, որ պաշտպանյալս հեղինակավոր զինվոր էր։ Իր հեղինակությունը օգտագործել է մենակ ի բարօրություն, զորքի բարօրություն զինվորների, որի վառ դրսևորումը նաև մենք ունենք Աղասի Դալաքյանի դրվագով։ Մեղադրյալ Արամայիս Ենոքյանի հայրը Մանվել Ենոքյանը մեծ զրույցում նկարագրեց, որ որդին մշտապես կիսվել է իր հետ, պատմել Աղասի Դալաքյանի եւ տղաների միջև եղած լարվածության մասին։ Ինքն օտպուսկ էր եկել, ասեց, որ պապա Մենք զինվոր ունենք, շատ լավ անձնավորություն է, որ տետենում է, ինձ փաթաթվում է,
հեռախոսն ձեռից վեկալ է, ինքն պոստն է եղել, զանգել է, ասել է տղեր կանգարց այդ հեռախոսն հետ տվեք, երեխուն հանգարց չթողեք, չնեղվի։ Դեպքն էլ, որ բարեկամի տղան զանգել է, ասել է, որ պիտի օգնես, տղես անջապես զանգել է, ասել տղեր հանգարց ոչ մի բան, գնացել է դիրքում, տեսել է, խոսացել է, որ տղերքին ասել է, որ ոչ մի բան, ոչ մի տեղ, ոչ մի խոսք։ Բայց լարվածություն է եղել է տղաների մեջ։ Հա, լարվածություն եղել է տղաների մեջ, առանց դրան։ Հերթական օրերից մի օր, երբ մարտական հերթապահություն է իրականացրել, ոմն արշակեց զինծառայողներից իրանց, արշակը ըստ արշակի ցուցմունքի ասում է ջրի ձայն լսեցի, մոտեցա տեսա, որ Աղասի Դալաքյանը մարտական հերթապահության վայրում, պոստում միզում է։ Այդ արարքը չի ընդունվում։ Նաև նույն Արշակ Միրզախարյանը ցուցմունք է տալիս, որ Աղասի Դալաքյանը մի օր էլ քնել է պոստում, որը նույնպես ընդունված չէ։ Այս խոսակցությունը, որպեսզի չտարածվի ու չիջնի զորամասում չդառնա խոսակցությունների, հնարավոր է նաև զորքի մեջ լիներ պատժի մեխանիզմներ, բոլորը գիտեն այդ։ Նույն ազգականը Վարդգեսը զանգարում է պաշտպանյալից Արամայիս Ենոկյանին ու հայտնում է, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել։ Արամայիս Ենոկյանը շտապում է այդ դիրք, հավաքում է դիրքի տղերքին ու խոսակցության մեջ ասում է, որ այդ թեման փակված է, որևէ տեղ չպետք է քննարկվի, չպետք է դրվի վերցվի։ Աղասի Դալաքյանն էլ զգուշացնում է եղբայրաբար, որ սրանից հետո չանես, որտեղ այդ ընդունված չի։ Դեպքի օրը մեղադրվող համաձայնագիր Արամայիս Ենոկյանը եւ սպա Ռուբեն Սաֆարյանը մեկնել են կողքի դիրք միջոցառմանը մասնակցելու։ Ասել է, որ կամանձերի հետ մի օր առաջ գնացել ենք պոստ, գազ են տարել, զայրադաշնիկ են տարել։ Հա, տղերքն են հաց-մաց էին սարքել, նստել են, հաց կերել են, հիմա ձայնագրություն բան կա մոտս հեռախոսի մեջ, որ նվագել են, ուրախացել են, տղեսել է երգում իրանց հետ, ուրախանում են։ Դեպքի օրվա տեսաձայնագրությունները վկայում են, որ տղաները հաց են կիսել, երգեր երգել, որից հետո երկու մեղադրյալները վերադարձել են իրենց դիրք։ Իրասկի ազնիվ կրվում, ամեն ցույցներյա, սիրահոժար, մանաչքերին է գրվում, ու բիգարացուց Իսկ ռոյև սվայի глаза, там когда-то были мы. Հոկտեմբերի 13-ին պաշտպանյալս մեկ այլ պոստում գտնվելով այդ մեղքը պաշտպանյալս իմիջիայլոց ընդունում է, որ թողել է մարտական հերթապահության վայրը սպայի Ռուբեն Սաֆարյանի հետ իրեն ամրակցված մեքենայով իջել են մեկ այլ մարտական հերթապահության վայր խորոված ուտելու։ Այդ պոստի տղաները խորոված են կազմակերպել, հրավիրել են խորոված ուտելու։ Խորոված ուտելու ժամանակ Աղասի Դալաքյանը ցուցմունքների ներս է մտնում այնտեղ որ տղաները հավաքված են լինում, ըստ ցուցմունքների պաշտպանյալս վատ արտահայտություններով ասում է գնաց տեղից։ Դրանից հետո էլ այս ցուցմունքների դրսում հանդիպում է Ռուբեն Սաֆարյանին, ով նկատում է, որ Աղասի Դալաքյանի ձեռքին սմարթֆոն հեռախոս է։ Ասում է, որ մինչև 20 թվականի պատերազմը Արցախում սմարթֆոն բռնելու համար, պոստում միզելու համար, պոստում քնելու համար զինվորներին հայոյանք էին տալի, սրբության ուղղված հայոյանք։ Այս է եղել ընդամենը դրվագը։ Այս ամենից մոտ 9 ժամ հետո, ըստ նախաքննական տվյալների, Աղասի Դալաքյանը ինքնասպան է եղել։ Ինքնասպանությանը հասցնելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող 24-ամյա Ռուբեն Սաֆարյանը եղել է սպորտսմեն, արժանացել մի շարք պարգևատրումների եւ շնորհակալագրերի, ծառայել հայրենիքին աչքի ընկնելով իր ամբասիր վարքագծով։ Սակայն այս ամենը չխանգարեց մեղադրանք առաջադրել վերջինիս։ Սաֆարյանի պաշտպանը առնվազն տարօրինակ է համարում առաջադրված մեղադրանքը։ Իր խոսքով Ռուբենը Աղասի Դալաքյանին անգամ չի ճանաչել։ Պաշտպանյալը որևիցե առնչություն չի ունեցել Աղասի Դալաքյանի հետ։ Ոչ տեսել է իրան վատ քայլեր կատարելուց, ոչ մասնակցել է դրանց։ Ինչ որ խոսակցություններ եղել են, զորամասը մեծ է։
Տարբեր ստորաբաժանումներ են, իմ պաշտպանյալը չի ղեկավարում Աղասի Դալաքյանին եւ անմիջական շփում չունի իր հետ։ Ինչ որ կծկտուր խոսակցություններ լսել է այդ մասին, որ օգոստոս ամսին Աղասի Դալաքյանը ինչ որ մի դեպքում դիրքում միզել է, մի դեպքում քնել է, տեսել են խոսակցության առարկա է դարձվել եւ մեղադրանքի մեջ այդ հանգամանքները բազմաթիվ նկարագրվել են, որ այս դեպքերն ա եղել, այս մարդիկ sense, այս խոսակցություններն ա եղել, այս հայոյանքներն ա եղել, բան, որը չի վերաբերում իմ պաշտպանյալին։ Եվ բերում են, ասում են դու մի հատ կենաց ես ասել, որի վերաբերյալ որից հետո ինքը կարող ինքնասպան լինել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող սպա Ռուբեն Սաֆարյանի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ ռազմական ոստիկանությունում տղաների նկատմամբ իրականացվել է բիրտ վերաբերմունք։ Քննիչը առաջին իսկ պահից զանգահարել էր ինձ եւ ուղակի տեղեկատվության կարգով ասաց, որ իմ տղան որպես վկա, այսպես դեպք է կատարվել, որպես վկա ինքը հարցաքննվում է։ Դա 2 օր մոտավորապես տևել է։ Ռազմական ոստիկանությունում կատարվել են բավականին բիրտ արարքներ։ Ես ինքս էլ եմ ասում համապատասխան կրթություն չունեմ, բայց քրյա դատավարական օրենսգիրքն եմ գնել, դա եմ ուսումնասիրել։ Հավատացեք, որ կոպիտ խախտումներ եմ տեսել, ես ինքս ինձ համար այդ հոդվածները դուրս եմ գրել, որոնք որ կիրառվել են քաղաքացու սպայի դեմ, այսինքն խորտ մեթոդներով կորզել են ինֆորմացիա, ընդ որում այդ երիտասարդից, որը շոկի է ենթարկվել, ընդամենը 1 օր առաջ իրենք նստել են շատ լավ միջավայրում, կոկիկ, միասին ճաշկերույթի են մասնակցել, վերջում էլ այնտեղ կարծեմ ցուցմունքների մեջ կա մթնոլորտը այնքան բարեկամական է եղել, որ վերջում էլ գիտար է նվագել այդ տղաներից մեկը ու այդպես իրեն գնացել են իրենց մարտական դիրքը։ Հաջորդ օրը եղել է այն, ինչ որ եղել է։ Այսինքն խլվել է մի երիտասարդի կյանք, հայ զինվորի, հայ տղայի, որի ծնողները բոլորի նման, նրա հետ մեծ հույսեր են փայփայել, ոչինչ չեն խնայել, որպեսզի նա լավ զավակ մեծանա, իրենց արժանի հետնորդը լինի։ Ես խորապես ցավակցում եմ նրա ծնողներին, խորապես, որովհետև անգամ այս դեպքի առնչությամբ էլ չէ, ցանկացած զինվորի մահ անձամբ ինձ համար դա խորը վիշտ է։ Հատկապես եթե դա տեղի ունեցել խաղաղ պայմաններում եւ չգիտենք դրդապատճառները։ Ինչ է տեղի ունեցել զինվորների ճաշկերույթից հետո մինչև Աղասի Դալաքյանի մահը։ Ժամանակահատված, որը փաստաբանների պնդմամբ պարզապես թողնվել է առանց քննության։ Ինչն է նաեւ հատկանշական ու կարեւոր։ Այդ ընթացքում ինքը պոստի ականդում մեկ այլ զինվորի փոխարեն, որին ընդհանրապես անդրադարձ չի տրվել, ասում է ալկոհոլային հարվածության տակ էր, քնած էր ու ստիպված 2 զինվորներով իրար փոխարինել են։ Մենք ունեինք 9 ժամ առաջ փոքր կոնֆլիկտ կամ չգիտեմ, եթե կարելի է կոնֆլիկտ ասել։ Դրանից հետո ունեինք դեպքերի դարձությունների այլ ավելի ծայրահեղ զարգացում, ինչը կարող էր իրականում պատճառ դառնալ Աղասի Դալաքյանի ինքնասպանության համար։ Ու այդ պատասխանները չստանալով գտան քահության նոխազ, գտան անձ, ով իբրև թե վատ էր խոսել, ընդամենը մի փոքր դրվագ, կարճ դրվագ, մենք չունեինք կոմուլյացիա, չունեինք նախկինում պարբերաբար ստորացում, նվաստացում, իհակառակ դրա, ունեինք պարբերաբար նախկինում, որպես պատներ, որպես հովանավոր, որպես մեծ եղբայր, պաշտպանյալից դերակատարումը Աղասի Դալաքյանի կյանքում։ Այսինքն ի՞նչ է ստացվում։ 2 զինծառայող ողջ գիշերը իրանք ասում են մենք քնել ենք։ Այսինքն մարտական հետապահություն չենք իրականացրել։ Մարտական հետապահություն պաշտոնեն իրականացնել է միայն դուժողը եւ մեկ այլ զինծառայող Արշակ Միրզախանյանը։ Դա էլ է կոպիտ խախտումներ եւ նախաքննության մարմինը այդ դրվագները բազմակողմանի եւ լրիվ օբյեկտիվ չի հետազոտել եւ նախաքննություն չի կատարել։ Ինչ է տեղի ունեցել այդ 10 ժամվա ընթացքում, որը շատ կարևոր է։ Փորձաքննության բացահայտվել է տեղեկատվություն, որը կարող էր հուշել մահացած զինվորի նկատմամբ կատարված ոտնձգության մասին, սակայն գենետիկ փորձաքննությունը հերքեց այդ վարկածը։ Այս մասով մանրամասներ չենք ներկայացնում զուտ դրանք եթերային նորմերին չհամապատասխանելու պատճառով, բայց մանրամասներն ավելի քան ուշագրավ են։ Նախաքննության ընթացքում նշանակվեց հետմահու դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որպեսզի նախ Աղասի Դալաքյանի հոգեվիճակի ուսումնասիրություն կատարվեր մինչ ինքնասպանությունը։
Հետո նաև ուղիղ հարցադրմամբ քննիչը հարց էր տվել, թե արդյոք Արամայիս Ենոքյանի արարքը ուղիղ պատճառական կապի մեջ է Աղասի Դալակյանի ինքնասպանության հետ, թե ոչ։ Ես միջնորդեցի ու փորձագետներ ճանաչեցին նաև այլ մասնագետների, հոգեբանների, ովքեր մասնակցեցին փորձաքննությանը։ Իմ միջնորդած ու քննիչի կողմից իմ միջնորդությունը բավարար արդյունքում ճանաչվեցին որպես փորձագետներ ներկա մասնակցեցին փորձաքննությանը 3 փորձագետներ։ Ստացվում է, որ 3 փորձագետների միջնորդությամբ ճանաչվեցին ու մասնակցեցին փորձաքննությանը, 3 փորձագետներ նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա բժշկական համալսարանի հոգեբաններն էին։ Եզրակացությունը այսպես ստացվեց շատ տարօրինակ, բայց նաև մեր համար շատ դրական։ Իրենց 3 փորձագետներն, այսպես բաժանեմ իրենց ու մեր կողմից միջնորդած, տվեցին, որ Արամայիս Ենոքյանի արարքը ուղիղ պատճառական կապի մեջ է ինքնասպանության հետ։ Մեր միջնորդած փորձագետները օբյեկտիվորեն տվեցին, որ Արամայիս Ենոքյանի արարքը առհասարակ պատճառական կապի մեջ չի։ Փորձաքննության մեջ դատահոգեբանական փորձագետները պետք է մեթոդիկայով առաջնորդվեն։ Այս փորձաքննությունը, որ մեր օգտին է տվել, այսինքն տվել է, որ որևիցե կապ չունի իր պատճառահետևանքային կապ։ Սա մեթոդիկայով նշել են փորձագետները, որ այսինչ մեթոդիկայով ենք մենք առաջնորդվել, այսինչ հանգամանքներն ենք վերլուծել եւ գտնում ենք, որ այս կարևոր հանգամանքներ են։ Իսկ այս մի փորձաքննությունը ձևական բնութագրը 3 նայեք, այս փորձաքննության մեջ 3 էջ է վերլուծական մասը։ Փորձագետը գնահատականներ է տալի մարդկանց արարքներին եւ ծուսմունքներին, որի իրավունքը չունի, ինքը իրավունք ունի վերլուծել մենակ։ Ինքը ասել, այս դեպքում սենց կարող է լինել, այս մի դեպքում սենց կարող է լինել։ Դեպքի մանրամասներն ամբողջովին պարզելու ակնկալիքով կապ հաստատեցինք նաև մահացած Աղասի Դալակյանի հոր հետ, ով տեսանկարահանումից հրաժարվեց, սակայն խոստացավ հեռախոսազանգով պատասխանել մեր հարցերին։ 3 օր շարունակ, մինչ եթերի հեռարձակումը, մեր զանգերը Դալակյանին չդադարեցին։ Ծնողն ամեն անգամ խնդրում էր ավելի ուշ խոսել եւ պարբերաբար անջատում զանգերը։ Հաշվի առնելով ընտանիքի վիշտը եւ նպատակ հետապնդելով ընդամենը պահել նյութի բազմակողմանիությունը, ձեզ ենք ներկայացնում մի հարցազրույց, որը Դալակյանի մայրն ու պապիկը քննության սկզբնական հատվածում տվել էին լրատվամիջոցներից մեկին։ Հարցազրույցի ժամանակ Դալակյանի մայրը Տիկին Գոհարը պնդում է, որ տղայի հետ խոսել է դեպքից առաջ։ Ավելին ներկայացնում մանրամասներ, որոնք եւս տեղ չեն գտել քննության էջերում։ Ես այդ վարկածին չեմ հավատում։ Իմ երեխան, ես ասեցի, ինքը թուլամորթ տղա չէր։ Ինքը երբեք իր վրա ձեռք չէր բարձրացնի։ Ավելի շուտ ես կասեի, որ եթե իրեն նեղացրած եղներին, ինքը դիմացին ինքը խփեր, հետո վախից նոր իրեն։ Ես իմ տղային ճանաչելով եմ ասում, հետո վախից նոր իրեն։ Ես անհանգստացա։ Զանգեցի 9:48 րոպեին։ Զանգի վերցրեց Աղասին։ Վերցրեցինք, խոսեցինք, հարցրեցի, Աղասի ջան, ինչի առավոտ չզանգեցիր։ Ասես մա գիշերը պոստի վրա եմ կանգնած եղել։ Փաստորեն այդ ամբողջ գիշեր իմ երեխան պոստի վրա եղել, ամբողջ գիշեր, որովհետև կան հանգամանքներ, որոնց մասին հիմա կխոսեմ։ Ասեց քնած էի, հիմի հեշտ է իմն է, նորից եկել եմ, կանգնել եմ պոստում, դիդակետի մեջ էր։ Ասի բայ 3 երեկոյան ինչի չզանգիր Աղասի ջան։ Ասեց 3 երեկոյան ինքը ինքան հանգիստ տոնով դա ասեց, որ ոչ մի կասկածելու բան ին մեջ չմնաց։ Ասեց 3 երեկոյան վիրի դիշկի տղեկը մեզ հույր էին եկել։ Նստած զրուցում էինք։ Ասի տղա ջան, ես չհասկացա դուք դիշկ եք պահում, թե դիշկից դիշկ հույր եք գնում։ Ասես մենք չենք գնացել, մա ջան, իրանք էին եկել։ Ու հետո եկավ մի մեկենա։ Ասեց ինքը բարբարային սիրում էր խոսել, ասեց, «Էս ինչ մեկենա խռիկ տված վերև կուկա»։ Մա ասեց, անջադ է, կարող է աֆիցեր կուկա։ Ես չանջադեցի զանգը։ Ես չանջադեցի ու լսեցի ինքը ճված կողքի տղային իր դիշկի ավակներ, Տոնոյան մանուկը, որին մանչ էին այնտեղ ասում։ Բարձր գոռաց, մանչ մեկենա է, ավտո եկավ, էս ինչ ավտո եկավ, մանչ, ու ինքը հեռախոսն անջատեց։ Հետո պապը արդեն ավտոտնագից եկավ, ասեց ուր երեխի հետ խոսեմ, ասի մեկենա եկավ, ասեց երևի աֆիցեր է, մա անջատ է, հետո կզանգեմ։
Ու հետո ես զանգեցի, պապը որ եկավ, հետ զանգեցի։ Զանգը երկար գնաց ու չպատասխանեց, ես անջատեցի։ Ու ընդամենը 2 ժամ անցավ, 12:30 մեզ հյուրեգան համայնքի ղեկավարները ու զինկոմի աշխատակից։ Փաստաբանի խոսքով վարույթն իրականացնող մարմինը իր վստահորդին հորդորել է նույնությամբ պարտագրել զինվորներից մեկի կողմից գրված դիմումը։ Եթե նայում եք բովանդակությանը, բարձ երևում է, որ արտագրած է։ Դիմումները սկսվում են, հայտնում եմ ձեզ, որ չեմ ունեցել տղամարդկություն, ճիշտը պատմելու հետ կապված ցանկանում եմ հայտնել, որ նույնն է, հայտնում եմ ձեզ, որ չեմ ցանկանում ունեցել տղամարդկություն, այսինքն բառացի արտագրած 2 դիմումներ են։ Դիմումները գրվում են, դրանով կաշկանդում են զինծառայողներին, առանց որևիցե փաստաբանական օգնության, առանց որևիցե իրավունքների բացատրման։ Ինչու պետք է զինվորը վարույթ իրականացնող մարմնի աշտասենյակում դիմումներ գրի ինչ-որ մի հատ հանգամանքի վերաբերյալ։ Դա բոլորին պարզ է, որ անօրինական գործողությունները։ Ծնողները պահանջում են արդար դատավարություն, դատապարտելով զինվորական ուժերում կատարվող նմանօրինակ դեպքերը։ Մենք մեր երեխին հետ չենք բերել։ Ես առաջին միակ մի իմ պայմանին ուր իմ ով իմ երեխի այս սպանության հետ կապ ունի, պատժվի օրենքի խստությամբ ամենավերջին ու իրան ծնողների աշկի առաջ 18 տարի պայք մենձեցնենք հասնենք այդ աշճանի տանք տանին էսպես են ու բերեն ինչ-որ բան էլի լորդեն ու ես տան հեր իրանից, հա, ես եղա բան։ Ես պահանջում եմ արդարություն, մեղավորն պետքա պատժվի, վсё։ Ես պայքարելու եմ մինչև վերջը, եթե ես համոզված չլինեի, որ իմ տղան անմեղ է այս հարցում, երբևիցե չէի կարողանա գալ այստեղ նստել եւ հանգիստ դրա մասին խոսել։ Երբևիցե Աստված մի արասի, եթե նա անգամ 1% համոզված լինեի, որ նա մեղավոր է այս հարցում, ես միգուցե իմ տղայի մոռանայի իր մասին ընդհանրապես։ Այդպես է մեր դաստիարակությունը։ Առաջի հերթին պետք է մարդասեր լինել։ Ովքեր մի թելով կապված են իմ երեխի այրան հետ, անպայման պատասխանատու են։ Պատժվելու են ամենավերջի ձևով, ամենավերջի հոդվածով իրանք պատժվելու են։ Ցավալի իրողություններ, որոնք կատարվել են զինված ուժերում։ Ինչ որոշում կկայացնի դատարանն ու ինչ նոր հանգամանքների հայտ կգան այս գործում, դեռևս վաղ է կանխագուշակել, բայց մեկ բան ակնհայտ է։ Այստեղ պատասխանատուն պետությունն է, որը պետք է ոչ միայն արդար դատաքննության միջոցով բացահայտի իրական մեղավորներին, եթե կան այդպիսիք եւ ենթարկի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ, այլև պարզի թե որտեղ է թաքնված բուն խնդիրն ու պատճառը, որի հետևանքով բազմաթիվ երիտասարդ ժամկետային զինծառայողների կյանքը խաղաղ պայմաններում վտանգվում է։ Առաջիկա դատական նիստը տեղի կունենա վաղը։ Քննության արդյունքները եւ բացահայտված մանրամասները ձեր դատին կհանձնենք մեր հետագա թողարկումներին, իսկ արկա մանրամասներու փաստերը խոսում են առնվազն նրա մասին, որ սույն գործով բացահայտումները ավելի քան ուշագրավ են լինելու։ Շիրակի համայնքապետարաններից մեկի առաջատար մասնագետն ով իրականացրել է նաև գլխավոր հաշվապահի պաշտոնը հափշտակել է շուրջ 500 միլիոն դրամ։ Քննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ աշխատակիցը տարիներ շարունակ համայնքային բյուջեի տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարներից աշխատավարձի վճարման համար նախատեսված տարանցիկ հաշվին փոխանցել է ֆոնդերի գումարներ, ապա համայնքի ղեկավարի իրենց վստահված էլեկտրոնային ստորագրությամբ կազմել կեղծ հանձնարարականներ, որոնց միջոցով էլ ամեն ամիս գանձապետական հաշվից գումարներ է փոխանցել ինքն իրեն։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Համայնքապետարանի առաջատար մասնագետը օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը եւ հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը մուտք է գործել հաշվապահական ծրագիր, կազմել եւ հաստատել է բյուջեի պլանային փոփոխությունների եւ վճարման հանձնարարագրերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթեր։ Ֆինանսների նախարարության կողմից ստացել է գանձապետական վճարաշվարկային էլեկտրոնային համակարգում երկրորդ կարգի ստորագրության իրավունքը եւ օգտվելով այն հանգամանքից, որ համայնքի ղեկավար չի տիրապետում բավարար համակարգ
համակարգչային գիտելիքների, ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնելու նպատակով նրան է փոխանցել իր H-մուտք գործելու գաղտնաբառը եւ էլեկտրոնային ստորագրությունը, որի արդյունքում 2019-ից 21 թվականների ընթացքում առաջատար մասնագետը մուտք է գործել իր եւ համայնքի ղեկավարի էլեկտրոնային էջերը, տարբեր ծրագրերի ծախսային ֆոնդերից գումարներ տեղափոխել է աշխատավարձի վճարման տարանցիկ հաշվին։ Առաջատար մասնագետը, ում վստահված են եղել համայնքին վերաբերելի մի շարք կարևոր գործառույթներ եւ տվել համապատասխան արտոնություններ, հանձն է առել դրանք իշահ իրեն օգտագործելու։ Ամեն անգամ ինքն իրեն ճակերտավոր ասած պարգևատրելու միջոցով։ Համայնքի ղեկավարի փոխարեն հաստատել է վճարման հանձնարարականները, այդ կերպ համայնքի բյուջեի գումարները փոխանցել աշխատավարձի տարանցիկ վճարման հաշվին, որտեղից էլ իր անվան բացված տարբեր բանկերում ունեցած անձնական հաշվի համարներին յուրաքանչյուր ամիս մի քանի անգամ 10-ից ավելի անգամ աշխատավարձի տեսքով գումարները փոխանցել իր անձնական հաշվի համարներին։ Այդ կերպ ընդհանուր նրա կողմից խարդախությամբ հափշտակվել է 49 միլիոն ՀՀ դրամի գումար, որը նախաքննությամբ պարզվել է նաև, որ օգտագործվել է տարբեր բուքմեյքերական կայքերում իր անվան բացված օգտահաշիվներին խաղադրույքներ կատարելու նպատակով։ Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4 միլիոն 500 հազար դրամ։ Առաջատար մասնագետի արարքին իրավական քննադատական է տրվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով իրավական քննադատական է տրվել նաև համայնքի ղեկավարի արարքին 315-րդ հոդվածի առաջին մասով։ Հանցագործության պատճառված վնասի մի մասը վերականգնվել է առաջատար մասնագետի կողմից, որը կազմում է 4 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։ Վարույթն իրականացնում մարմնի կողմից նաև արգելադրում է կիրառվել մեղադրյալին պատկանող շարժական գույքի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար։ Աստղաձոր գյուղում տղամարդը զանգահարել է համագյուղացուն, համոզվել, որ վերջինս տանը չէ եւ պատուհանը կոտրելու միջոցով ապօրինի մուտք գործել բնակարան։ Տղամարդուն հաջողվել է գողանալ շուրջ 3 միլիոն դրամի ոսկյա զարդեր։ Գեղարքունիքի մարզի ոստիկանության ծառայողների ջանքերի շնորհիվ գողոնը հայտնաբերվել է։ Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ին։ Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնեց, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղենը։ Քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր։ Ըստ տանտիրոջ տնից դուրս են եկել երեկոյան ժամը 8-ին, վերադարձել 1.5 ժամից ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա նաև մոտ 3 միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը։ 2025 թվականի ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մի բնակչից ահազանգ է ստացվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, որտեղ հայտնում է, որ անհայտ անձը պատուհանը կոտրելու միջոցով մուտք է գործել իրենց բնակարան եւ այնտեղից գողացել է շուրջ 3 միլիոն դրամի ոսկյա զարդեր։ Հետագայում պարզ դարձավ, որ գողություն կատարած անձը հանդիսացել է տուժողի համագյուղացին եւ դեպքից րոպեներ առաջ զանգահարել է վերջինիս, համոզվելու համար, որ տանը ոչ ոք չկա։ Բնակարանում իրավապահները հայտնաբերել էին նաեւ արյան հետքեր։ Պարզվեց, որ պատուհանը կոտրելու հետևանքով հանցանք կատարած անձը վնասել էր ձեռքը։ Մեր կողմից ձեռնարկված օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Աստղաձոր գյուղի 34-ամյա մի բնակիչ։ Նշված անձը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Ձեռնարկված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գողոնը եւ նշված անձը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Իրավապահները հանցանք կատարած անձի բնակարանից հայտնաբերեցին գողացված ոսկեղենը ողջ ծավալով։ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Բնակարանային հերթական գողության դեպք այս անգամ հանցանք կատարած անձը գողությունից հետո Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվեց մարտի 4-ին։ Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը, երբ իրենք բացակայել են տանից, տեխնիկական միջոցի կիրառմամբ բացել են հետնամասի Եվրոպատուհանը եւ ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր ու գումար։ 2025 թվականի մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 1977 թվականին ծնված մի բնակիչ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:30-ից 13:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օգտվելով իր եւ իր ընտանիքի անդամների բնակարանից ժամանակավոր բացակայելու հանգամանքից առանձնատան ետնամասում գտնվող եվրոպական արտադրության պատուհանը տեխնիկական միջոցների գործադրման բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Լճաշեն բնակավայրի 27 փողոց տուն 21 աստիճան գտնվող առանձնատուն եւ վերնշված առանձնատան ննջասենյակից գաղտնի ապշտակել է շուրջ 14 կտոր ոսկյա զարդ եւ շուրջ 117,000 դրամ գումար։ Պարզվեց նաև, որ հանցանք կատարած անձը ոսկյա զարդերը իրացրել է Կոտայքի մարզի Արինջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վերը նշված ոսկյա զարդերի եւ գումարի գողությունը կատարել է նույն գյուղում բնակվող 27-ամյա մի բնակիչ, ով 2025 թվականի մարտի 13-ին ներկայացվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն խոստովանել իր կողմից կատարված արարքը, որից հետո ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին տվել խոստովանական ցուցմունք։ Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Սակայն երիտասարդն, ով նախկինում նմանատիպ արարքի համար եղել էր դատապարտված, այս անգամ որոշեց խախտել տնային կալանքի պայմանները եւ դիմեց փախուստի։ Երիտասարդը ոգեշնչվելով ֆիլմերում նկարագրված սցենարներից որոշել էր ոտքով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով, սակայն վերը նշված անձը, ով կատարել էր վերը նշված հանցագործությունը, դիմել է փախուստի, ասել է, թե խախտել է խափանման միջոցի պայմանները, որից հետո նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ օրեր անց վերջինս Հայաստան-Վրաստան սահմանը միջպետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու պահին հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել դատարան եւ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է եւ նրա նկատմամբ որպես նոր խափանման միջոց է կիրառվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեր եթերում հայտնված յուրաքանչյուր դեպք կրկին հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում ողջ հանգուցալուծումով կամ նորի հայտ եկած հանգամանքներով, այնպես որ զանգտվեք մեզ, գրեք, պայքարեք հանուն ձեր ոտնահարված իրավունքների եւ հիշեք, որ մենք պատրաստ ենք այդ պայքարը կերտել ձեզ հետ միասին։ Պատճառը մեկն է։ Մենք միշտ շարժվում ենք հանցանքի հետքով։